Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց, տեսնենք ինչու են փորձությունները մեր կյանքի մեջ շատ։ Սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ, այլ որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ ուրախ եղեք, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք։ Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, քանի որ փառքի եւ զորության անունը եւ Աստծո հոգին է հանգչում ձեր վրա։ Փորձությունը կրակի պես է, սիրելիներս։ Մենք ամեն անգամ իբրև քրիստոնյաներ այդ կրակի միջով անցնում ենք։ Մեր փրկիչը Հիսուս ինքը անգամ ցավ զգաց, ցավ ապրեց, բայց այդ ամենը նա տարօրինակ չհամարեց, որովհետեւ սատանան այդպես է գործում։ Ինչպես որ անապատում Հիսուսի փորձության ժամանակ սատանան պարտվեց, բայց մի առժամանակ հեռացավ նոր ծրագիր մշակելու եւ նորից Հիսուսին փորձելու համար։ Այնպես էլ սատանան մեզ է մի առժամանակ հանգիստ թողնում։ Եթե որևէ մեղք մենք կարողանում ենք հաղթահարել, ազատվել, նա պարտվում է, բայց գնում է ուրիշ մեղքերով է գալիս եւ նոր ցանկ է տալիս մեզ մեղքերի, որպեսզի մենք գայթակղվենք։ Ուրեմն փորձությունների մեջ այս ամենը անբնական մի համարեք, այլ հակառակը, որովհետեւ փորձությունները մեր կյանքի մեջ մինչեւ մեր մահվան վերջին վայրկյանը պիտի լինեն, որպեսզի մենք հրաժարվենք Քրիստոսից։ Առաջին դարի քրիստոնյաները, սիրելիներ, իրենց աչքի առջև չունեին նահատակների, մարտիրոսներին, թե ինչպես էին նրանք հանուն Հիսուսի նահատակվել։ Իրենք միայն հավատալով Հիսուսին, հավիտենական կյանքի խոստումին եւ Հիսուսի պատգամներին, նրանք գնացին գիտակցաբար այդ նահատակությանը, որպեսզի երկինքը շահեն։ Մենք իբրև քրիստոնյաներ 2000 տարի տեսնում ենք այն նահատակ սուրբերի վարքը, կենցաղավարությունը, նահատակությունը, թե ինչպես են հանուն Քրիստոսի նահատակվել, որպեսզի իրենց հավատքը չկորցնեն եւ ամենակարևորը երկինք իրենց համար միշտ բաց լինի։ Ուրեմն քրիստոնյայի կյանքը փորձությունների կյանք է, հալածանքի, նեղությունների, դժվարությունների, ոչ միայն սա ֆիզիկական բռնությամբ, այլև հայոյանքով, արհամարանքով, անհարգանքով, նվաստացումով, որովհետև հեշտ չէ իբրև քրիստոնյա ապրել այս աշխարհի մեջ։ Այն քրիստոնյան, ով նեղություններ, դժվարություններ կրում, ինքը իրական քրիստոնյա է։ Այն քրիստոնյա, որ նեղություններ, դժվարություններ չունի, ուրեմն մեղքը իր կյանքի մեջ ավելի գերակշռող է եւ ինքը հանգիստ է։ Սատանան իրեն հանգիստ է թողում։ Եթե մեր կյանքի մեջ հանգիստ մի շրջան լինի եւ սատանան մեր դեմ չպայքարի, ուրեմն մենք մեղքի միջով մի խնդիր ունենք եւ մեղքը մեզ վրա իշխանություն ունի։ Սատանան մեղքի իշխանությամբ է մարդուն գերեվարում։ Փորձությունը սկզբից ցավալի է, տանջալի է, մեզ համար սարսափելի է, բայց դրանով մենք ինքնամաքրվում ենք։ Ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում, ոսկին կրակի մեջ է մաքրվում, այնպես էլ մարդը նեղությունների, դժվարությունների մեջ է մաքրվում եւ փորձառություն ձեռք բերում։ Փորձառությունն էլ մեզ բերում է համբերության, համբերությունը հույսի։ Իսկ հույսը, մեր փրկիչը, երբեք մեզ ամոթով չի թողնում։ Եվ փորձության ժամին նաև մենք հաղթահարում ենք։ Հիշենք առաքյալներ օրինակը, ասում է ատյանում հավաքածները տեսան, թե ինչպես է նրանց երեսները շողում։ Երբ որ դու Քրիստոսի համար ես հալածվում, քո դեմքը շողում է, որովհետև դու գիտես ում եւ ինչի համար, որովհետեւ նաեւ հոգին պիտի հանգչի քո վրա։ Իսկ եթե հոգին հանգչում է քեզ վրա, նշանակում է դու արդեն Աստծո տաճարն ես եւ Սուրբ Հոգու բնակարանը։